Սյունիքի մարզում Ողջի գետի ափին է գտնվում 3-ից 4-րդ դարերում կառուցված վաղ միջնադարյան ժամանակաշրջանում ռազմավարական նշանակություն ձեռք բերած Բաղաբերդի ամրոցը։ Ընդհանուր տարածքը 60 հեկտար է, ամրոցը տեղակայված է միայն 20 հեկտարի վրա։ Ամրոցը եղել է Սյունիքի վերջին երկու թագավորի նստավայրը, 14-րդ դարում Լենգ Թեմուրի արշավանքից հետո դադարել է գործել որպես ամրոց, իսկ 2024 թվականից այստեղ սկսվել են պեղումներ նոր բացահայտումների ակնկալիքով։ 2024-ին կատարվեց, 25-ին կատարվեց, այս պայն գտնում եք մեկ վայրում, որտեղ աշտարակում, որտեղ կատարվել է պեղման աշխատանքներ։ Մեկ պեղման աշխատանքները կատարվել է մուտքի մոտ, մյուսները ավելի վերևի հատվածում, որտեղ ենթադրվում է, որ ըստ վարկածի թագավորի տունն է գտնվում։ Այս տարի կավարտվեն նախագծման աշխատանքներն ու կմեկնարկի ամրոցի վերականգնման փուլը։ Կփորձենք շինարարության մեկնարկը տալ ԿԳՄՍ-ի գործընկերների հետ միասին, նաև համայնքն է շահագրգռված մասնակցել վերականգնման աշխատանքներին։ Ամրոցի վերականգնումը հնարավոր է այսօրվա ունեցած իրավիճակից մոտավոր 30% ավել իրականացնել, ամբողջովին չենք կարող, նպատակահարմարել չէ։ Կփոխվի ամրոցին մոտեցող ճանապարհը եւ կլինի Իրանից Երևան գնացող ճանապարհի կողմից եւ դա նաև հավելյալ հարմարավետություն կլինի հետագայում զբոսաշրջիկների այցի մասով։ Վստահաբար կան կառնեն զբոսաշրջիկները եւ կայցելեն նաև ամրոցի տարածք։ Դանիելյանի խոսքով առաջիկայում կիրականացվեն նաև ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներ։ Նպատակը ըստ падգամավորի արդյունաբերական տարածաշրջանին մշակութային երանգ հաղորդելն է։ Վերականգնումը շատ մեծ գումարի մասին է խոսքը, սակայն կա նախնական պայմանավորվածություն եւ համայնքը եւ հնարավոր է խոշոր արդյունաբերողները Սյունիքի մարզի մասնակցություն ունենան հետագայում եւ ԿԳՄՍ-ն պետության միջոցներով նույնպես շատ կարեւոր է նախագծման աշխատանքները ավարտվի, դրանից հետո միջոցներ վստահաբար կգտնվեն։ Երկու տարվա պեղումների արդյունքում Սյունյաց թագավորների ամրոցից հայտնաբերվել են օջախ, 3 թոնիր, կարասներ, այրված ցորենի հատիկներ, կուժեր, կճուճներ, սպասքի նմուշներ, հաղճապակույ եւ ջնարակապատ ամանների բեկորներ, նաեւ մետաղյա գտածոներ, գամեր, դանակ։ Աշտարակի նկուղային հարկը դեռ լիարժեք բացահայտված չէ։ Մասնագետների ենթադրում են, որ այնտեղ հնարավոր է նաեւ գաղտնուղի լինի, ինչը հատուկ է եղել միջնադարյան ամրոցներին։ Յուրա Վահանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։